Սիրելիաբադագիցներ, գողջուն ենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի բադվական անունով։ Գողջուն ենք բոլոր անոնք, որոնք գեդևին մեզի համացանցի միջոցով։ Սաղմոսերկուն գսե դերը մոդ է անոնց, որոնց սիրտը գոթրած է ու հոգիով խոնար հացները գաբրեցնե։ Գիտեք, եթե խոնար ենք, Աստծո ներկայությունը կընդունենք, բայց եթե հբարդ ենք, ինչպես Աստծո ներկայությունը պիտի ընդունենք։ Եվ Աստված խոնարհներուն գայցել է, եւ Աստված գոծած սիրտ ունեցողին գայցել է։ Հբարդը, որ գսե ես ամեն բան ունիմ, բանը պետք չունիմ, նույնիսկ Աստծո պետք չունիմ, կնշանակե թե ուրիշ վիճակի եւ ուրիշ աշխարհի մեջ կլա։ Եկեք այս հավատքով խոնարհին Տերոջ ներկայության մեջ աղոթքի։ Դեր Աստված, շնորհակալ ենք շաբաթ մնալ բայեցիր մեզ։ Այս հավատքով քեզի գուքանք գաղաչենք ով դեր, փանաս մեր սիրտը միտնո հոգին, որբեսի գարնանք բաշտել քեզ սրտով, մտքով, հոգիով, Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Գրավիրենք մեր խումբը աշտամունք առաջնորդելու, անոնք որոնք ուզեն ոտքի ելել, անոնք որոնք ուզեն նստած մնալ, ազատ զգացեք, բայց սրտով, մտքով, հոգիով բաշտենք, մեծարենք մեր Տերը մեր Աստվածը։ Արտու անմեղ կենույն գերբով դարձյալ
իմ մեղքի օրավելի շատ հեռու եզրեն պայծառ հույս չկար ինձ համար բայց լսեց վրջին ինձ այն ինձ եկավ օգնության դեր բարձրացուցիչ ջուրը դեմ իրեն սեր վերցուցիչ երբ չհգար ոչ մի ջար սեր վերցուցիչ երբ չհգար ոչ մի ջար սեր վերցուցիչ ինձ պարգևեց իր մնոր Զայն գուտամ ես անոր, միշտ ներկա է հետ սեղան, սեր հզոր ինձ պաշտպան, ալինք պետերն իմ կյանքին, ես առան իր վարդին, իմ երսալ նոր մինչ հիմար իր սերնը լավ, սեր վերցուցիչ, երբ չհգար ոչ մի ջար, սեր վերցուցիչ, ոչ մի ջար սեր վերցուցիչ դու խորձով եմ գադարի վեր նայե Հիսուսի Տերն է ծովում տահրաման փյուրնալիք դեղի տան դա քեզ նման բրկություն քեզ սրբե սուրբ արյուն նոր կյանքորն ասել հզոր դա քեզ այսօր սեր վերցուցիչ երբ չհգար ոչ մի ջար սեր վերցուցիչ երբ չհգար ոչ մի ջար սեր վերցուցիչ Այսօրվա փոխասած ընթերցումը մեծ հրավեր է Ով բոլոր ձարվածներ չուրելուն եկեք և վստակ չունեցողներ եկեք ձախու արեք ու գերեք։ Եկեք առանց ստահի և առանց քնո քինի ու գած ձախու արեք։ Ինչու ձեր ստագը գվատեք այն բանի համար, որ հաց չէ, և ձեր վաստակը այնպիսի բանի համար, որ չի գշտացներ։ Շահնչամբ ինձին մտի գրեք, որպեսի բարիքներ ուտեք ու ձեր հոգին արարքությամբ զորացնի։ Ձեր ականջը խոնարհեցուցեք ու ինձի եկեք, մտի գրեք ու ձեր հոգին պիտի ապրի։ Եվ սեզի հետ հավիտենական ուխտը պիտի լինեմ, Դավիթի միայն ողորմությունները սեզի տանող։ Դերը փնտրեցեք, քանի որ անիգա գտնվի, զանիգա գանչեցեք, քանի որ անիգա մոտ է։ Թող հարիշտը իր ճամփայեն ու անորեն մարդը իր խորհուրդներին հիաշճի։ Եվ դերոջը դառնա, ու անիգա պիտի ողորմի անոր, ու մեր Աստուծույն վասնզի անիգա առադապես գները։ Քանզի իմ խորհուրդներս ձեր խորհուրդները չեն, ու ձեր ճամփաները իմ ճամփաներս չեն, գսեն Տերը։ Հաբա որ չափ երկինք երկրե բարձր է, այն չափ իմ ճամփաներս ձեր ճամփաներեն բարձր են, և իմ խորհուրդներս ձեր խորհուրդներեն։ Ամեն։ Սներներ կպատրաստվին կաղոտքի, և անցնող շաբթվան մեջ վստահ եմ յուրաքանչյուր անձ և ընտանիք իր հատուկ ցավերուն մեջ, իր հատուկ վիճակներուն մեջ, իր հատուկ ելևեջներուն մեջ եղավ։ Սրդեր, մտքեր, հոգիներ քննողը դերը ինքն է։ Դերը գիտե մեր դուներուն մեջ ինչ վիճակներ կան, ինչ մութ ձաձուկ անգուններ կան, ինչ դգար գետեր կան, ինչ ցավեր կան, ինչ հուսահատություններ կան։ Սերներ աղոտքը լավագույն միջոցը առիթը գերտն է, հանցնվիլ անոր, որ գլսե և կպատասխանե։ Փանանք մեր սիրտը, խոնարհությամբ,
Հանցնվինք երրորդության Աստծուին։ Աղոթքի ադեն գրնակ նստիլ, գրնակ ոտքի գնալ, գրնակ արջև կալ, ազատ սկացեք, բայց աղոթքի ադեն ձեր սիրտը, մեր միտն ու հոգին թող թափանցի կլան։ Դեր Հիսուս Քրիստոս մեծակույն բժշկաբետն է, մեծակույն դերն է եւ իր գամքը միշտ օրհնյալ է, պատրաստվինք աղոթքի։ Հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն։ Հավիտենական Աստված, մեր Տերը, մեր ստեղծիչը, մեր փրկիչը։ Գխոնարհինք մեծությանդ մեջ հավատքով, ագնացանքով, երախտաբար սրտով քեզի փառք կուտանք, որ շնորհ կրիր այս հարավոտ համախմբվել քուդանդ մեջ քեզ բաշտել սրտով, մտքով, հոգյով։ Շնորհակալ ենք ով դեր հոսքտվող յուրաքանչյուր անձի եւ ընտանիքի համար։ Նաեւ քեզի փառք կուտանք բոլոր անոնց, որոնք հետևին մեզի նաեւ համացանցի միջոցով։ Դեր Աստված դու գիտես մեր կյանքը, ստեղծած ես մեզ եւ մեր կյանքը ենթակա է դարբեր տեսակի փորձություններու, նեղություններու, դժվարություններու, հիվանդություններու, ցավերու, դակնապներու։ Այսօր խոստովանանքով գուկանք, ները, մաքրե, սրբե եւ արժանացուր մեզ քարքայությանդ։ Քեզի գփերենք մեր ժողովուրդը, մեր ընտանիքները, հոսքտվող յուրաքանչյուր անձ եւ նաեւ քեզի գփերենք բացականեր։ Դեր հոնուր որ հիվանդ կա, ինգած կա, ցավի մեջ եղող կա, լահոս մեր մեջ, դան մեջ, հիվանդանոցի մեջ, ձերանոցի մեջ, գաղաչենք ով բժշկաբեդ դեր, ով բժիշկներուն բժիշկ եղող Աստված, քու բժշկարար ցերկովդ, բժշկություն շնորհես, եւ իմաստություն բժիշկներուն քու իմաստությամբ թարմանումներ ունելու։ Բոլոր անոնք, որոնք սիրելիներ, հարազատներ, գործընծուցած Սուրբ Հոգիովդ այցել է եւ հավիտենական կյանքի հույսով մխիթար է։ Իսկ բոլոր անոնք, որոնք ճամփորդությանց մեջ են եւ ունին ընտանիքներ, որոնք ճամփորդությանց մեջ են, ապահով ճամփորդություն շնորհե։ Փանդարգյալին հույսով հավատքով ներշնչե։ Եվ մեր ընտանեկան հարգերը, գողագից, զավակ, ծնորք, թորներ, հարազատներ,
Դու գիտես յուրաքանչյուր ընտանեկան հարգի մեջ ինչ վիճակներ կան, ինչ մութ ծածուկ անկյուններ կան, քեզի կան կովտեր, մեր ընտանեկան հարգերը քու ցերկերուտ մեջ կտնենք, մեր փոքրերն ու բադանիներն ու երդասարտները քեզի հանցնած, գաղաչենք զիրենք բահես չար ընկերակցությունները, Եվ մեր ընտանեկան հարգերը լուսավորես քու լույսովդ, դեր Աստված, մեր ժողովուրդը քեզի հանցնած գաղաչենք, բահես պաշտպանես սիրենք չարեն, փորձանքներեն, նեղություններեն, դակնապներեն, հիվանդություններեն, ցավերեն, իրենց համբերություն դաս ամենօրյա կյանքի ընթացքին, Կորձի մեջ եղողին կորձի հաջողություն շնորհես, դան մեջ եղողին համբերություն, ուժ, կարողություն, զորություն շնորհե, եւ ամենը հիմնականը հավատքի կյանքին մեջ հաստատ հավատարիմ բահե։ Մեր հույսը տունես ով դեր, գաղութենք մեր եկեղեցիներուն համար, Ավետարանական, առաքելական, գաթողիկե, հոնուր որ այսօր բաշտամուկներ գլան գաղաչենք արթնությանպդ արթնություն շնորհես։ Մեր Տերը մեր Աստվածը շնորհակալ ենք քեզ մեր քաղաքին համար եւ գաղութենք մեր քաղաքին, մեր նահանգին, մեր երկրին, գաղութենք Հայաստան աշխարհի համար Գաղութենք միջին արևելքի երկիրներու խաղաղության համար, ով դեր ամբողջ աշխարհ դակնու վրա վիճակներու մեջ է, ամբողջ աշխարհ քու ցերկերուտ մեջ կտնենք, ով խաղաղության իշխան, քու խաղաղությանդ աչովը խաղաղություն հաստատես։ Մեր Տերը մեր Փրկիչը Մինչ մեր փոքրերը բադանիներ կամաց կսկսին դպրոցական նոր դարաշրջանիմը, գաղութենք, իմաստությամբ լեցնես սիրենք, ծնողքին համբերություն, մեծ ծնողքին համբերություն, որպեսզի հաջողությամբ դասընթացներ ավարտեն։ Մեր Տերը մեր Աստվածը եկեղեցիդ քեզի հանձնած եւ ինչ որ ծրագիրներ ունենք քու ցերկերուտ մեջ։ Գաղաչենք օգնես մեզի, առաջնորդես մեզ եւ ինչ որ ծրագիրներ կմշակենք քու արժեվդ ընդունելիլա, փառքը քեզի է, փառավորվիր մեծարվիր, ով դեռ մնացյալ բահը քու ցերկերուտ մեջ կտնենք, թուն եղիր խոսողը եւ մենք կլանք ոչ թե միայն լսողներ, այլ քու խոսքդ աբրող, վգայող զավակներ քու փառքիդ համար, հանուն հոր եւ որդվո եւ հոգուն սրբո Amen. Երկենք և օրներ Սաղմոսներով սնձումով Շեպորի ձայնով Թող որ քորան ձողերը Լիուչան բանբան Կետերը թող ձապտան ձերքով Կանձի դեն եկան Իջանուն աշխար եկան Մեծ խաղաղության իշխան Գարեգից ողջ մարդկության Հիսուս Իջանուն աշխար եկան Մեծ խաղաղության իշխան Գարեգից ողջ մարդկության Դերոջ նոր երգ երկենք և օրներ
Սաղմոսներով սնձումով շեպորից ձայնով թող որ կորան ծովերը լիուչան բանվան կետերը թող զապտան ձերքով քանզի էլ եկա Իջանուն աշխար եկա մեծ խաղաղության իշխան Կարեգից ողջ մարդկության Հիսուս Իջանուն աշխար եկա մեծ խաղաղության իշխան Կարեգից ողջ մարդկության Սերներ մեր ծանոթությունները announcements մինչ փոքրերը գերտան իրենց դասարանները մեր պաշտամունքները կշարունակվին ամեն գիրակի 900 ցանկերեն լեզվով պաշտամունք 11 հայերեն լեզվով պաշտամունք Ամառվա արձակուրդի արդվա 3 շաբթի օրվա ժամը 10:30 Պաշտամունքները սերդողությունները որ թաթար արած էին հուլիսին հանդիպեցան դիգիներ հատուկ ծրագիրը քրոշեի իմաստով եւ ունեցան իրենց սերդողությունը պաշտամունք եւ այդ բաժինը եւ այս 3 շաբթի կունենան գծակրության ուղղության ծրագիրը պաշտամունքով եւ խորհրդածությամբ եւ նաեւ կովկովիկալով դիգիներ կունենան հատուկ ծրագիրը այս առընչությամբ Իսկ երդասարտներ ունին ձովային ծրագիրը եւ ասիբիդել ավգոստոս 22 դերգամի եւ նաեւ ուրիշ ծրագիրը երդասարտներ ունին Բաբիկյան ընտանիքին հյուրընկալությամբ եւ ապա հոկտեմբեր 3 մեր եկեղեցու դարեգան ճաշկերույթն է ասկալա չայդարած ենք այսօր գիշեստենք եւ արդեն Դոմսերը այսօր վնե պիտի ստանաք եւ ցեզի պիտի հասնի շուտով նկատի արեք թվականը հոկտեմբեր 3 շաբաթ գեսորեյետ երեկոյան ժամը 6 մեր եկեղեցու 47-րդ ամյակի ճաշկերույթն է բացե բոլորին գնաք ձեր բարեկամներ ձեր հարազատներ հրավիրեք աղոթքով քաչալերեցեք ներկա եղեք եւ դերը Բահեց եկեղեցին այս տարիներուն ընթացքին եւ գշարունակենք հավատարիմ ծառայությունները։ Եվ ասորտությունները գվայելենք սիրելիներ, նյութական օրտությունները Աստծուց մե է, ինչու որ ունին իրեն կպատկանին։ Մեր նվերները դանք Աստծո գործին ուրախությամբ, շնորհակալությամբ։ Ես ապրել, միշտ ուսավեմ միշտ գրել, չեմ իմացել հավիտենության մասին, բայց Հիսուսը գդավից, ազատեց կապանքներից, լի եմ հիմա ուրախությամբ երկնային, ես ազատ եմ, ես ազատ եմ, ես ազատ եմ կապանքներից ու Հիսուսը գդավից, ազատեց կապանքներից, լի եմ հիմա ուրախությամբ երկնային, օգին սովորեցնում է եւ ասոխոս ասում է, որ Հիսուսը կյանք է տալիս բոլորին, երկնքից ասոսերը եւ սուրբ հոգու կրակը ուղարկում է հոգով դգարտույլերին Աստծո սերը ուղարկում է բոլորին
Երկնքից ասոսերը և սուրբ հոգու գրագը ուղարկում է հոգով դգար թույլերին Եթե դգարեմ հոգով նրան դիմիր աղոթքով դա կվերցնեմ յոտագարությունը Իսկ մարմինը որ դանջվի բժշկություն կգտնի Միայն Հիսուսով է բժշկությունը Սուրբ արյունը Սուրբ արյունը Սուրբ արյունը հիղ կարող է ոսարելը Դες դու զենյան զաղում է շուտով դերը գալու է Որ աշխարից ծանիր հարստացուի Ու սազենին ծաղվում է շուտով դերը գալու է Որ աշխարից ծանիր հարստացուի Ու ցավերին վերջ կլի մեծ ուրախություն կլի Դիվավորելու պատրաստ ես Դու պատրաստ ես Դու պատրաստ ես Դու պատրաստ ես մասնակցելու խնջույքի Ես ահելի վերջ կլինի մեծ ուրախություն լինի Դիմավորելու պատրաստ ես Հիսուսին Եկեք փախտանք երրորդության Աստծուն Փառք և բադիվ ու զորություն Հորն ու որդուն և Սուրբ Հոգուն Միասնական երրորդությամբ Փառքի բարձունս հավիտյան Ամեն Շնորհակալ ենք ով դեր օրհնություններուդ, փառիքներուդ համար Շնորհակալ ենք առողջ կյանք կուտաս որպեսզի կարողանանք գործել, աշխատել, ծառայել Ինչ որ ունենք քու շնորհքով է երախտաբար ենք ով դեր մեր անձերով, լումաներով, քեզի քալով գաղաչենք օրհնես այս լումաները օրհնես դվողներ Եվ գործածես քու փառքի դարացման Եվ քու եկեղեցի շինության համար Ամեն Սիրելի ավադագիցներ, Գողջունենք ձեզ մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի վատվական անունով, Գողջունենք բոլոր անոնք, որոնք հետևին մեզի համացանցի միջոցով և կամ ICFN.TV միջոցով, ուր որեք Աստված օրհնե ձեզ, առողջ բահե, հավատքով բահե, անփորձանք մնաք և իր կամքը օրհնյալը լա։ Աստուծո սրբազան խոսքեն Գգարտացվի երկրորդ Կորինթացիս երկրորդ գլուխ 12, 13 և 14 համարներ ու Պողոս առաքյալ գանցատարնա ասելով երբ դրովաթը հասա Քրիստոսին ավետարանը քարոզելու կդա թե ինձի թուրմը բացաձեր դերը բայց իմ հոգիս մեջ հանգստություն չունեցա վասնզի իմ դիդոս եղբայրս հոն չկդա ուստի անոնց մե հրաժարելով Մագեդոնիա կացի իսկ Փիլիպեցուներու ուղված նամակին մեջ առաքյալը գսե Փիլիպեցիս 4, 6 և 7 Փանիմը համար հոգ միենեք հապա ամեն փանի մեջ աղոթքով, աղաչանքով, գոհությունով մեկտեղ ձեր խնդրանքը Աստուծո հայտնի ըլլա Աստուծո խաղաղությունը որ ամեն մտքե վեր է Ձեր սրտերը մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պահպանե։ Ամեն։
Սիրելիներ, եթե հարցնելու լամ, քանի անգամ վիրավորված եք, ցավի մեջ եղած եք եւ հատկապես հուսախաբ եղած եք մարդոց մե։ Մեկը գա, որ հուսախաբ չի եղած մարդոց մե։ Հավանաբար մեր մտքին մեջ հիմա գուքան այսինչ անցը այսքան դարիներ բնավ չի ակնկալեր եւ հանգարց հուսախաբություն։ Հուսախաբությունը փառանի բացատրությամբ գվերապերի թշկողության զգացումին։ Երբ մարդը առած ակնկալություններ կունենա, հույսեր եւ չեն իրականանալ։ Եվ արդյունքը դրսություն, ծայրահեղության բարակային վհադություն, depression, եւ գլխավոր գեդերեն մեկը զգացական արդահայտությունը։ Եվ քրիստոնեական կյանքի մեջ երբ կգարտայի statistics-ը գսեր քրիստոնեական կյանքի ամենադարածված, ամենացավալի փորձառություններն մեկը հուսախաբությունն է։ Եվ զանազան ծևերով ուկա անպատասխան աղոթներ գաղոթես եւ արդյունք չես ունենա։ Հետաձգված հույսեր, խզված հարաբերություններ, անբդուր աշխատանք, նույնիսկ շփոթություն, թե ինչ կնե Աստված։ Եվ երբեմն հուսախաբությունը պայմաններու հանդեպ է, երբեմն մարդոց նկատմամբ եւ ադեններ Աստուծո հանդեպ հուսախաբություն։ Ես այսքան ըրի, ինչու ինձ այս բաները կբադահի։ Անցող գիրակի անցադարձանք երկու գետ այս նյութի առնչությամբ։ Առաջին գետը հուսախաբությունը օդար բանը չէ քրիստոնեական կյանքի մեջ։ Երկրորդը Աստված հուսախաբությունը գոկտագործե բացահայտելու համար, թե հավատացյալին հույսը ուր ամրացված է։ Եվ այսօր կշարունակենք, ինչպես շրջանավարտ պիտի ելանք հուսախաբության դպրոցեն։ Աստված հուսախաբությունը գոկտագործե հավատացյալին վստահությունը ավելի խորացնելու, ամրացնելու եւ նկարակիր ձևավորելու համար։ Սերներ մինչ Աստված մեր միջոցով գործե, միևնույն ադեն մեր մեջ ալ գործե։ Հուսախաբությունը անօգուտ չէ։ Մեզ գքանթագե, գհրգե, գդաշե։ Հռոմեացիներու նամակին մեջ կգարտանք նեղությունը համբերություն գործե, համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս եւ հույս ամոթով չիցկե։ Այսինքն նեղությունը գպերը համբերություն։ Համբերությունը փորձված նկարակիր։ Իսկ նկարակիրը հույս։ Ուրեմն հուսախաբությունը Աստուծո ձեռքին մեջ գտարնա գազմավորող գործիքվա։ Եվ եթե Աստվածաշունչը սերդելու լանք, բավական օրինակներ կտեսնենք։ Աննայի երկարադեպ նեղությունը միայն Սամուելի ծնունդով չավարտեցավ, այլ նաև Աստվածաշունչի մեջ ամենագեղեցիկ աղոթներն մեկը կտեսնենք Աննայի շրթներեն։ Պետրոսի թարն արցունքները եւ Քրիստոսը գուրանա կտեսնենք առաքյալ։ Հոբի դարաբանքը ավելի խորուն կարաշնորդ է, որբեսի Աստուծո մասին դարբեր ձևով անցադառնա։
Սելներ բայց սկուշը լանք, Աստվածաշունչը երբեք չի սորվեցներ, թե ցավը կամ դարաբանքը բարի է։ Աստվածաշունչը չսեր, թե ցավը դարաբանքը բարի է։ Անգսորվեցնե, թե Աստված ի վիճակի է բարի կանել ցավեն եւ դարաբանքեն։ Ցավը գա, դարաբանքը գա, բայց Աստվածը ցավեն դարաբանքեն նոր բան մգան է։ Քրիստոնյան չարը բարի չի գոչը։ Չարը գոյություն ունի։ Քրիստոնյան գսե Աստված այնքան գերիշխան է, այնքան շնորհարատ է, որ նույնիսկ ցավին մեջ գրնա փրկարար գործնել։ Աստվածապանական օրեն հոգևոր աճումը, սրբության կյանք ապրիլը շատ հաճախ տանտաղ գործընթաց է։ Այսինքն մակրոևի մեջ բես չէ, որ գտնես ջաշը եւ մեկ վարյանվա մեջ կդակնա։ Այդպես չէ հոգևոր կյանքը։ Հավատքի կյանքը այդպես չէ, աճումի ընթացք է։ Եվ հուսախաբությունը այդ գործընթացին մեջ Աստուծո ամենասուր գործիքներն մեկն է։ Գիտեք, փառքավաճումը, օրհնությունը, հաջողությունը արտաքին երևույթներ ցույց կտան։ Բայց հուսախաբությունը հաճախ մարդարածին սիրտը մեջտեղ կհան։ Եվ հուսախաբությունը, որ գսորվեցնե համբերություն, խոնարհություն, դոգունություն, հնազանդություն, հուսախաբությունն է, որ գկանթե մեր հբարդության խապկանքը։ Օրինակ արդեն քանթագակորցումը։ Քանթագակորցումը մարմարը փափուկ մեդաքսե կամ Փամբագե գդորովը չի ծևավորեր, սուր կորձիկներով։ Հիմա այդ հարվածները ադելության նշան չեն, անոնք ծևավորման մեկ մասն են։ Նույնպես շատ անգամ Աստված իր ձարաները գծևավոր է այն հուսախաբություններով, որոնք այդ վարգյանին մեզի սուր քանթագակործություն գսեպվին։ Ուրեմն հուսախաբության մեջ ամենակարևոր հարցումներն մեկը այն չէ, թե ինչպես դուրս պիտի կամ այս վիճակեն։ Հուսախաբ եղած եմ, ցավերու մեջ եմ, ինչպես դուրս պիտի կամ այս վիճակեն։ Այս չէ հիմնական հարցումը։ Հիմնական հարցումը Աստված ինչ կծևավոր է իմ մեջս այս փորձառության միջոցով։ Ես այս փորձառությանն կանցնիմ եւ Աստված ինչ կուզե ծևավորել իմ մեջս։ Սելեր շատ անգամ մեծակույն գործը մեր շուրջը չէ, մեր ներսն է, մեր ներսիտին է։ Հարցը մենք ենք շատ հաճախ։ Հաջորդ կետ։ Աստված հուսախաբությունը գօգտագործե հավատացյալը դեր Հիսուս Քրիստոսի պատկերին նմանցնելու համար։ Մեծակույն մխիթարությունը այն է, թե դեր Հիսուս նախ ինք գիտավ եւ համդեսեց հուսախաբությունը։ Իր ազգին, իր ժողովրդին կողմէ մերժվեցավ։ Իրեն հետևող ժողովուրդը շատ անգամ ստամոքսը, ուդելիքը ավելի նախընծեց եւ սիրեց, քան ճշմարտությունը։ Գազեմ այսօր շատ հաճախ այս վիճակին մեջն են։ Մարդիկ փոլ ավելի գսիրեն, քան թե Աստծո խոսքին ճշմարտությունը։ Իր աշակերտներն Հութայի կողմէ մատնվեցավ։ Պետրոս ուրացավ զինք։ Գեթսեմանի մեջ լքվեցավ, առանցին մնաց։ Եվ վեցակույն վիճակը խաչին վրա։ Առանցնություն եւ լքվածություն։ Ուրեմն երբ մենք որպես հավատացյալներ հուսախաբության մեջ ենք անցնենք,
պետք է հիշենք, որ մեր փրկիչը մեզ առաջ արդեն անցած է այդ ճամփեն։ Ինչպես որ Եբրայեցիներու նամակին մեջ կգարտանք, դեր Հիսուս Քրիստոս ամեն բանով փորձվեցավ մեզի պես, բայց առանց մեղքի։ Անշուշտ ասիկա չի նշանակեր, թե մեր ամեն մեկ գացությունը փառացիորեն գրտված է դեր Հիսուսի կյանքին մեջ։ Այլ դեր Հիսուս ամբողջությամբ մտավ մարդկային ցավին, ջնշումին, դգարության, դրդմության, ուրեմն Հիսուս հեռու չէ մեր հուսախաբությունները։ Եվ հավատացյալը գուզե Քրիստոսի գերբարին նմանիլ։ Եվ այս հոգևոր աճումը սրբության կյանք ապրիլը կնշանակե, թե մենք գծևավորվենք ոչ միայն Քրիստոսի ուրախության մեջ, այլ անոր հարադևության, դոգունության մեջ։ Հավատացյալը լալը, Քրիստոսի նմանը լալը, միայն հաղթանակի համար զորանալ չէ, համբերող է դարաբանքին, հնազանդ է վստահության և հաստատ է դոգունության մեջ։ Գիտեք, եթե օրինակ առնենք զինվորը, որ դժվար ճամփա գքալ է, շատ խիտ, անդարային, բայց երբ իր հրամանատարին ոտքին հետքերը դեսնե և ինք անոր ետևեն գքալ է, նույն ճամփան է, բայց միտքը սիրտը հոգին ավելի խաղաղ գլա, գիտե, որ իր հրամանատար իր մե աղջև կերտա։ Նույն է բարական սիրելիներ հավատքի կյանքին մեջ։ Երբ հուսախաբություններու մեջ ենք, հիշենք, թե դեր Հիսուս մեզ մե առաջ քալեց այդ ճամփեն։ Ուրեմն չհարցնենք, երբ հուսախաբ վիճակի մեջ լանք, ինչու այս բանը ինձ կպատահի, որ շատ հաճախ կհարցնենք։ Մարդկային օրեն, ով դեր գաղութենք քեզ եւ ինչու մեզ այսպես պատահեցավ, ով դեր եկեղեցի գերտանք, ով դեր այս կնենք, գգարտանք, այսպես կնենք եւ ինչու այս բաները կպատահին։ Փոխանակ հարցնելու ինչուն, եկեք հարցնենք դեր Հիսուս այս հուսախաբության մեջ ինչպես զիս գհանդիպի, ուր եւ ինչ վիճակին մեջ։ Հաջորդ կետ։ Աստված շատ անգամ հուսախաբությունը գօգտագործե հավատացյալ ավելի մեծ նպատակներու առաջնորդելու համար։ Սիրելի, մենք կգարցենք, երբ հուսախաբության մեջ լանք, կգարցենք, թե մենք թանելի մեջ ենք, փագուղիի մեջ ենք։ Բայց հիշենք, հուսախաբությունը թանել չէ, փագուղի չէ, վերահասցեավորում է։ Գիտեք, երբ ինքնաշարժով դերմը պիտի երթանք, GPS կտնենք քարտեզի վրա, եւ եթե սխալմամբ ուրիշ տեղ կացինք, ետ կսկսի դարձնել եւ ուղղություն տալ։ Հուսախաբությունը մեզ կհեղաշրջի ուրիշ ուղղության, ոչ չդակ ուղղության մեջ տնե։ Մարիամ եւ Մարթա իրենց եղբոր համար բժշկություն գուզեին, բայց դեր Հիսուս հարություն կբացաստեր։ Աշակերտները հուսախաբվեցան Քրիստոսի մեկնումեն, բայց դեր Հիսուսի համբարձումը Սուրբ Օքին բարգեւդվավ։ Բողոս արաքյալ դրովատայի մեջ հուսախաբվեցավ։ Բողոս արաքյալ, գարտացինք։ Հուսախաբ եղավ, երբ դիտոս չտեսավ։ Եկեղեցիներ հիմնեց, դարացեց, քարոզեց, այս հրավ, այն հրավ, հուսախաբվեցավ։ Բայց այդ հուսախաբությունը ուղղությունը փոխեց, Մագեդոնիա գնաց, Աստված ուրիշ ծրագիրներ ուներ։ Ուրեմն աստվածաշնչական օրեն Աստուծո ոչը միշտ մերժում չի նշանակել։ Երբեմն անիկա մեր ուղղությունը, մեր ուղղության հասցեն անգամ եւս գվերա հասցեվոր։
ուրիշ հասցեի, շիդակ հասցեի մեջ։ Ուրեմն փակ դռները դադար դարազներ չեն։ Աստուծո ցերկը հոն է նաև։ Եվ այս կգոչվի Աստուծո նախախնամություն։ Ոչ թե ջագադակիր։ Մենք ջագադակրի չենք հավատալ։ Շատ հաճախ կսեն, բայց ինչ որ կրված է հոս, ջագադը, ջագադին քիրը, ինչ որ կրված, այդպես բան չի գա։ Աստուծո նախախնամությունն է։ Մենք Աստծո նախախնամության կհավատանք։ Եվ Աստծո նախախնամություն կնշանակի, թե Աստված կգառավարի ոչ միայն այն բաները, որոնք գողջունենք եւ գուրախանանք, այլ նաեւ այն բաները, որոնք մեզ կխանգարեն եւ կդխրեցնեն։ Այդ բոլորն ալ իրեն կպատկանին։ Անձնակնությամբ, եթե ամեն մեկս մեկ հատ վերադեսության ենթարկե մեր կյանքը, մեր անցյալը, պիտի տեսնենք, թե մեծակույն շնորհները, որ վայելած ենք, առաջին հերթին հուսախաբություն եղած է։ Գագնգալ էիր կորց մնել, շատ մեծ հույսեր ունեիր, չեղավ, գհուսախաբվիս։ Վերջը կանցաթարնաս կսես, լավ որ չեղավ, Աստված ուրիշ ծրագիր ուներ։ Սկիզբ հուսախաբություն, բայց ետքը գտեսնես Աստծո ողորմությունը, շնորհքը, հրաշագործությունը։ Եվ կսկսենք շնորհակալություն հայտնել։ Սկիզբը ինչ ուներ, ետքը շնորհակալություն։ Ուրեմն ինչպես պիտի արձագանքենք, ինչպես շրջանավարտ պիտի լանք այս վիճակները։ Աստվածաշունչը մեզի երեք ուղղություն կուտա։ Առաջինը գսե նախ պետք է ողբանք։ Շնորհակալություն հայտնելը առաջ Աստծո խոսքը արիտ կուտա ողբալու։ Եվ Սաղմոս 42, 13, 22 գսորվեցնեն, թե հավատքը արդյունքի բացակայությունը չէ։ Հավատքը արդյունքի բացակայություն չէ։ Ողբալը, ցավը, արդյունք թափելը անհավատություն չէ։ Հավատացյալը արդյունք ալ գթափե, գցավի, գողբա։ Եվ այս բարակայի ողբալ կնշանակե մեր վիշտը Աստուծո ներկայության մեջ բերել։ Մեր ցավը Աստուծո հայտնել։ Երկրորդ վստահություն։ Գոհություն Աստուծո, որ մեզի հաղթություն կուտա մեր Տեր Հիսուս Քրիստոսին ցերկով։ Հաղթանակը մագերեսային չէ, հաջողությունը մագերեսային չէ։ Տեր Հիսուս Քրիստոսի պատկանելիության են գուկա։ Անոր գողմե առաջնորդվել են նույնիսկ ցավին, դարաբանքին, հուսախաբության մեջ։ Եվ շնորհակալություն կհայտնենք, վստահությամբ, չի նշանակեր, թե վերքը չնչվեցավ, կնշանակե, թե մեր հոգիները ետ վերադարձան շիդակուղության մեջ, Աստուծո։ Եվ երրորդը գսե դոգունություն։ Հովսեփ, Նեհեմիա, Դավիթ, քերակույն օրինակը Տեր Հիսուս մեզ մեջ շատ ավելի ծանր հուսախաբությունները մեջ անցան։ Դոգունություն, հարադևություն, կնշանակե ջնշումի տակ հավատարիմ մնալ։ Ցավին մեջ հավատարիմ մնալ։ Գիտեք, մարզիկը երբ վազորդ մնե երկար վասկի մարզիկը իր ավարտին չի հասնիր, որովհետև յուրաքանչյուր մղոն ինքզինք զորավոր կսկա, այլ ավարտին կհասնի, երբ մեկ ոտքը մույս ոտքեն առաջ կտնե։ Այն ադեն կհասնի։ Հավատացյալի կյանքին մեջ յուրաքանչյուր քայլափոխի մեջ հավատարիմ մնալ Տեր Հիսուս Քրիստոսի, հավատքին մեջ, Քրիստոսագեցոն հավատքին մեջ, այդ է որ կհասցնե մեզ
ավարտին։ Եզրակացնենք։ 42-րդ համարին մեջ 42-րդ գլուխ 5-րդ համարին մեջ Սաղմոսերքուն եւ շատերս անցած ենք այս հարցումին մեջ են գսե ինչու գծածնաս ով իմ հոգիս, այսինքն ինչու գնջվի ով իմ անձս, ինչու իմ ներսիտիս անհանգիստ, որքան բադահած է արտնցած անձամաթիր վիճակի մեջ, չես ուզեր մեկու մետ խոսիլ, չես ուզեր բան մնել, կարծես ճնշվածություն մը գա, ինչու անհանգիստ, ինչու դխուր, Սաղմոսերքուն գսեր Աստուծո հուսա վասնզի անգամ նազանի գաբիդիկո, այսինքն Սաղմոսերքուն ինք իր անցին բատկամ գուդա, ինք իր անցին հոգին գսե ինչու ընջված ես, և գսե անգամ եվս արտնցիր, Աստուծո հուսա, սելներ իրաբաշտ լանք, չխապենք սիրար, հուսախապությունները բիդի կան, հուսախապությունները պիտի ունենան, կլա ընտանիքին մեջ, կլա ծառայության մեջ, կլա առողջության մեջ, կլա գործին մեջ, և կամ ընդհանրապես մեր ամենօրյա կյանքին մեջ։ Բայց վստահ եղեք, հուսախապությունը իր վերջին խոսքը չունի։ Վերջին խոսքը գունենա հուսախապությունը, երբ մարդ Աստուծմե հեռու վհադության մեջ, դիպրեշնի մեջ և իր կյանքը իր ձեռքով գուզե վերջացնել։ Եվ օրինակներ շատ կան։ Վստահ եղեք, դեր Հիսուս Քրիստոսի մեջ հուսախապությունը իր վերջին խոսքը չունի։ Հուսախապությունը Աստուծո ձեռքին մեջ իր գրթական մեկ ծրագիրն է։ Հուսախապությամբ է, որ մեր վստահությունը ավելի գխորացն է, գհաստատ է, մեր հույսը գզդե այդ ծանրության տակ և նոր ուղղության մեջ կտանի։ Գիտեք, աշակերտները հիմա կսկսին դպրոցական նոր տարեշրջան։ Իրականության մեջ դասարանը միշտ հարմար վայրը չէ, բայց դասարանը նպատակ ունի։ Աշակերտը երբ արձակուրդ կառնե ուրախ կլա, բայց երբ դպրոց պիտի երթա ուրախ չէ։ Ուրախության դեր չէ, բայց գրթական ծրագիր մը գա, գրթության ուղղության մեջ։ Ուսանողը գրնա դասը չսիրել, բայց եթե ուսուցիչը իմաստուն է, դասը երբեք անիմաստ չէ։ Նույն է Աստուծո թույլատրած հուսախապություններու բարակային, դժվար են, ցավալի են, բայց աննպատակ չեն։ Ուրեմն միշտ իշենք սիրելիներ, Քրիստոսի մեջ ամեն հուսախապություն գրնա դառնալ Աստուծո մեկ նշանակված բահը իր գործին համար, մեր մեջ, մեզի համար և մեր միջոցով։ Ուրեմն շրջանավարտը լալու մեկ ուղղություն կա։ Մարդոց հուսացողը հուսախապ կլա։ Աստուծո հուսացողը հուսախապ չլա։ Աստուծո հուսացողը ինչ է համարը, ամոթով չի մնաս։ Փառք իրեն լա։ Օրհնյալը լա, քաչերեք, մի մտահոգվիկ։ Կհուսախապվենք, բայց Աստված մեզի հետ է, իրեն հուսացողն է, որ ոտքի կմնա։ Փառք իրեն։ Ամեն։ Եկեք մեր Տերոջ սովորեցած աղոթքը բոլորս միասին ոտքի վրա աղոթենք։
պես և մենք թողունք մերոց պարտապանած և մի տանիր զմեզի փորձություն Քո է արքայություն, զորություն և փառք հավիտյանս, ամեն։ Եվ ինք խաղաղության Աստվածը ձեզ բոլորովին սուրբն է։ Ու ձեր հոգին, մարմինն ու շունչը անառատ պահվին, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալու ատենը։ Ու հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր Աստծո սերը, Սուրբ Հոգին, խաղաղությունը, առաջնորդությունը, պաշտպանությունը ու զորությունը ձեր բոլորին, ձեր ընտանիքներուն, ձեր հարազատներուն հետ լա։ Կացեք խաղաղությամբ ամենագալն Աստված Հայր, Որդի և Սուրբ Հոգի բահե և պաշտպանե ձեզ, հիմա և միշտ հավիտյանս, ամեն։ Պիտի խնդրեմ